Ինչը դրդեց որդի Աստծուն թողնել երկնային փառքը։ Ինչը պահեց նրան խաչի վրա։ Եթե քեզ անտեղի մեղադրեին, կլռեիր, արդյոք կմեռնեիր նրանց համար, ովքեր ատելությամբ լցված, ծաղրում, հայհոյում, երեսի թքում ու ծեծում էին։ Հիսուսն արեց դա, նա խոնարհվեց եւ կատարեց Հայր Աստծո կամքն այն ժամանակ, երբ սաստիկ տագնապած էր ու հոգին մահու չափ տրտմած, երբ ճնշումն այնքան ուժգին էր, որ քրտինքն ինչպես արյան կաթիլներ թափվում էր ցած, նրա սերն այնքան մեծ էր, որ վերցրեց պատիժդ նախքան կծնվեիր։ Ամեն հարվածը քեզ համար էր, ամեն կաթիլ արյունը քեզ փրկելու համար։ Խաչի վրա Հիսուսը մտածում էր հենց քո մասին, աննարգված եւ մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ, բայց հավատարիմ իր որոշման մեջ։ Ստեղծողը լուր մեռնում էր ստեղծվածի համար։ Ու երբ թվում էր ամեն ինչ վերջացած է, հարությամբ դրվեց նոր սկիզբ։ Նա փրկության ճանապարհ դարձավ քեզ համար։ Նա մահացավ քեզ համար։ Իսկ դու ապրիր նրա համար։